Հարգելի նախագահներ, հարգելի գործընկերներ, ես հերթականությամբ ներկայացնեմ բոլոր մարմինների կատարողական ցուցանիշները։ Այս տարի մի նորամուծություն ենք արել այս հաշվետվության մեջ եւ ներկայացնում ենք նաեւ գնումների գործընթացը, գնումները եւ մեկ անձից գնումները։ Սկսելով վարչապետի աշխատակազմի կատարողականից պետք է ասեմ, որ 24 թվականին ընդհանուր գումարը կազմել է 21 միլիարդ 600 միլիոն դրամ, վարչապետի աշխատակազմը իրականացնում է 11 ծրագիր եւ նախնական պլանով հաստատվել է 51 միջոցառում, այնուհետև իրականացվել է 63 միջոցառում, ծրագրի կատարողականը եղել է 93.1%, տարվա ընթացքում աշխատակազմը իրականացրել է 252 միլիոն դրամի վերաբաշխումներ, որից 30 միլիոն դրամը մեկ կառավարության որոշմամբ, իսկ 221 միլիոն դրամը ծանոթագրերով, գնումներ իրականացվել են 1 միլիարդ 902 միլիոն դրամի, որից մեկ անձից գնումները կազմել են 346 միլիոն դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 18%-ը։ Աշխատակազմը իրականացնում է հիմնական ծրագրերը, դա պետական հատվածի արդիականացման ծրագիրն է, հանրային իրազեկում, Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, տեսչական վերահսկողության ծրագիր, միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման ապահովում։ Եվ աշխատակազմի կողմից գանձվել են ունեցել են եկամուտներ 1 միլիարդ 235 միլիոն դրամի չափով։ Այսքանը աշխատակազմի մասով, հիմա ներկայացնեմ ազգային ժողովը, ծախսերը կազմել են 7.2 միլիարդ դրամ, կատարողականը 97.7%, մենք ունենք այստեղ մեկ ծրագիր եւ սկզբնական հաստատված 7 միջոցառում, այնուհետև ավելացվել է եւս մեկ միջոցառում, կատարվել է 95.2 միլիոն դրամի վերաբաշխումներ, որոնցից 93.2 միլիոն դրամը կառավարության 3 որոշումներով, իսկ 2 միլիոն դրամը ծանոթագրերով։ Ազգային ժողովը իրականացրել է 840 միլիոն դրամի գնումներ, որից 580 միլիոն դրամը մեկ անձից գնման եղանակով։ Այստեղ այդ մեկ ծրագիրն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 24 թվականի ընթացքում կատարել է 1 միլիարդ 600 միլիոն դրամի բյուջեի ծախսեր, կատարողականը կազմում է 90.5 միլիոն դրամ, իրականացնում է մեկ ծրագիր եւ 2 միջոցառում, մեկ միջոցառում ավելացել է տարվա ընթացքում, իրականացվել է 216 միլիոն դրամի գնումներ, որից 58.3 միլիոն դրամը մեկ անձից, եւ իրականացնում է մեկ ծրագիր, ինչպես ասացի, Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում։ Հաջորդ մարմինը արդարադատության նախարարությունն է։ Ասենք տոկոսային կատարումը կասեք նախագահի աշխատակազմի։ 90%։ 90.5։ Արդարադատության նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 24.1 միլիարդ դրամ, տոկոսային առումով դա կազմում է 99.4%, նախարարությունը իրականացնում է 7 ծրագիր եւ 24 միջոցառում նախնական պլանով, այնուհետև մեկ ծրագիր եւ 5 միջոցառում են ավելացվել,
Արդարադատության նախարարության կողմից իրականացվել են 180 միլիոն դրամի վերաբաշխումներ, որոնցից 167 միլիոն դրամը կառավարության 5 որոշումներով, իսկ 12.3 միլիոն դրամը ծանոթագրերով։ Նրանք ովքեր չգիտեն, ուզում եմ ասեմ, որ երբ որ ասում ենք ծանոթագրեր, ապա մարմինները իրավունք ունեն նույն ծրագրի միջև վերաբաշխումները իրականացնել առանց կառավարության որոշման, ինքնուրույն դա իրականացում է ծանոթագրերի միջոցով։ Նախարարությունը իրականացրել է 4 միլիարդ 803 միլիոն դրամի գնումներ, որից 2 միլիարդ 24 միլիոն դրամը մեկ անձից գնման ձևով։ Կշիռը կազմում է 42%։ Հիմնական ծրագրերը արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվություն եւ մոնիտորինգի իրականացում, դատական եւ հանրային պաշտպանություն, քրեակատարողական ծառայություններ, իրավական իրազեկում եւ տեղեկատվության ապահովում, հարկադիր կատարման ծառայություններ, հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիտորինգի իրականացում։ Նախարարության եւ նրա ենթակա մարմինների կողմից գանձված պետական տուրքերը եւ այլ եկամուտները կազմում են պետական տուրքերի մասով 879 միլիոն դրամ եւ այլ եկամուտների մասով 6 միլիարդ 661 միլիոն դրամ։ Սա ավելին է նախորդ տարվանից տուրքերի մասով 120 միլիոն դրամով եւ այլ եկամուտների մասով 111 միլիոն դրամով։ Սահմանադրական դատարանի կատարողականը կազմել է 829.3 միլիոն դրամ, կատարողականը 98.2%, այստեղ ունենք 1 ծրագիր եւ 3 միջոցառում, ինչպես հաստատվել է, այնպես էլ իրականացվել է։ Իրականացվել է 63 միլիոն դրամի գնումներ, որից 34 միլիոն դրամը մեկ անձից եւ այսքանը։ Դատախազության ծախսերը 24 թվականին կազմել են 10 միլիարդ 400 միլիոն դրամ, կատարողականը 99.5%։ Այստեղ առկա է 3 ծրագիր եւ 4 միջոցառում, տարվա ընթացքում ավելացել է եւս 2 միջոցառում։ Գնումներով իրականացվել է 841 միլիոն դրամի գնումներ, որից 459 միլիոն դրամը մեկ անձից։ Այստեղ իրականացվում են փորձաքննության ծառայություններ, դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն, մասնագիտական ուսուցում եւ որակավորման բարձրացում։ Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի բյուջեն կազմել է 18.6 միլիարդ դրամ, կատարողականը 96.8%։ Իրականացվում է 1 ծրագիր եւ 25 միջոցառում, փաստացի իրականացվել է 1 ծրագիր եւ 24 միջոցառում, իրականացվել է 511 միլիոն դրամի վերաբաշխումներ ծանոթագրերով։ Գնումները կազմել են 3 միլիարդ 14 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 536 միլիոն դրամը մեկ անձից։ ԲԴԽ կողմից իրականացվում է դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում ծրագիրը։ Եվ գանձվել են պետական տուրքեր, որոնք կազմել են 2 միլիարդ 574 միլիոն դրամ։ Պետական վերահսկողության ծառայության ծախսերը կազմել են 949 միլիոն դրամ, կատարողականը 99.3%, այստեղ իրականացվում է 1 ծրագիր եւ 2 միջոցառում, իրականացվել է 48 միլիոն դրամի գնումներ, որից 37.5 միլիոն դրամը մեկ անձից եւ այստեղ իրականացվում է պետական վերահսկողության ծառայություններ ծրագիրը։ Քննչական կոմիտեի ծախսերը կազմել է 16 միլիարդ 800 միլիոն դրամ, կատարողականը 88.8%։ Այստեղ ունենք 1 ծրագիր եւ 6 միջոցառում, այնուհետեւ ավելացվել է եւս 1 միջոցառում,
իրականացվել է 1 միլիարդ 4 միլիոն դրամի գնումներ, որից 355 միլիոն դրամը մեկ անձից գնման եղանակով եւ ծրագիրը կոչվում է Հայաստանի Հանրապետության քննչական ծառայություններ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բյուջեն կազմել է 400 միլիոն դրամ, կատարողականը 94%, ունենք 1 ծրագիր եւ 2 միջոցառում, 31 միլիոն դրամի գնումներ, որից 30.2 միլիոն դրամը մեկ անձից եւ այլ եկամուտներ են ստացվել 7.7 միլիոն դրամի չափով։ Եվ հակակոռուպցիոն կոմիտեն ծախսերը կազմել են 3.2 միլիարդ դրամ, կատարողականը 85.2%, այստեղ իրականացվում է 1 ծրագիր եւ 5 միջոցառում, իրականացվել են 300 միլիոն դրամի գնումներ, որոնցից 53 միլիոն դրամը մեկ անձից եւ ծրագիրը կոչվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության ապահովում։ Եվ վերջի մարմինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի բյուջեն կազմում է 500 միլիոն դրամ, կատարողականը 53.4%, իրականացում 1 ծրագիր եւ 4 միջոցառում, կենտրոնական ընտրական 53.4%։ Իրականացվել է ծանոթագրերով 5.4 միլիոն դրամի վերաբաշխումներ, 44.2 միլիոն դրամի գնումներ են իրականացվել, որից 19.5 միլիոն դրամը մեկ անձից եւ այստեղ իրականացում է ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում եւ տեղեկատվության տրամադրում։ Այսքանը Հարգելի գործընկերներ, եթե հարցեր կան ներկայացվածի վերաբերյալ, սիրով կպատասխանեմ։